Բարև ձեզ, այսօրվա Հայաստանում պետք է անդադար խոսել եւ բարձրաձայնել այն բոլոր անարդարությունների մասին, որոնք արդեն իսկ 7.5 տարի է կատարվում են։ Պետք է անդադար խոսել այն բոլոր անարդարությունների մասին, որոնք այս իշխանությունները փորձում են այլ տեսանկյունից ներկայացնել, կոնտեքստից կտրված ներկայացնել եւ հանրությանն ու ժողովրդին աչքերին թոս փչել։ Պետք է անդադար խոսել, որ Հայաստանի Հանրապետությունում դա փաստ է պետք է արձանագրել, որ կան քաղբանտարկյալներ, որ Բաքվում գտնվում են մեր հայ ռազմագերիները, ովքեր արդեն 2 տարի է այնտեղ են գտնվում եւ նրանց հետ բերելու համար այս իշխանությունները որևիցե քայլ չեն իրականացնում եւ եթե ընդդիմադիր ուժ ունեցող որևիցե պատգամավոր կամ ընդդիմախոս փորձում է որևիցե քայլ իրագործել, նրանց լրացնում են կամ արդեն իսկ դարձնում են քաղբանտարկյալ։ Մենք այսօր այստեղ ենք ԵՄ դեսպանատան դիմաց, որպեսզի բոլոր քաղբանտարկյալներին, ոչ միայն Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին, այլ բոլոր մեր քաղբանտարկյալների համար նրանց ազատություն մաղթենք եւ այստեղ ենք հավաքվել, որպեսզի ԵՄ դեսպանները եւս իմանան, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ, որ այդ քաղբանտարկյալների խոսքը եւ ձայնը միշտ պետք է բարձրացնենք հենց մենք երիտասարդներս, որովհետեւ այս ամենը կատարում է մեզ հետ եւ որևիցե մեկս ապահովագրված չենք, որ վաղը եւս մենք չենք դառնա քաղբանտարկյալ։